Հայաստանում նախատեսվում է 200-ից ավելի դպրոց փակել։ Հիմնականում սահմանամերձ գյուղերում։ Մանկավարժ Կարին Տոնոյանը զգուշացնում է դպրոցների փակումը կարող է արագացնել երիտասարդների արտագաղթը, գյուղերում թողնելով միայն տարեցներին եւ հանգեցնելով բնակավայրերի աստիճանական դատարկմանը։ Փակել դպրոցը նշանակում է այդ գյուղերում պատկերացրեք ինչ տրամադրություն ստեղծել եւ ինչպես օտարել գյուղը, դա ուղղակի նշանակում է օտարել գյուղը եւ փոխարեն ընդհակառակը ամեն ինչ անեն, որպեսզի գյուղը շենանա, իսկ դրա բոլոր տարբերակները մենք լավ գիտենք, դրանց բոլոր տարբերակները մենք լավ գիտենք, իրենք գնում են հակառակը։ Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի խոսքով ամենամեծ թվով փակվող դպրոցները Սյունիքի եւ Շիրակի մարզերում են։ 48-ական, Լոռիում 47, մեծ ծավալի կրճատումներ են նախատեսվում նաեւ Տավուշում եւ Գեղարքունիքում։ Իրենք ասում են, որ ավելի մեծ դպրոց են կառուցում եւ ավելի որակյալ կրթություն է հնարավոր ապահովել։ Չարաչար սխալում են, որովհետև նույնիսկ այդ դպրոցների տեղափոխման, աշակերտների տեղափոխման արդյունքում հավասար պայմաններ անհնար է ապահովել, աշակերտների տեղափոխությունը, ճանապարհները եւ այլն, դա կրթական հավասարության պայմանները ի սկզբանե խախտում է, եթե սա է իրենց պատճառը։ Աշակերտների տեղափոխումը այլ բնակավայրեր ըստ Ներսիսյանի ի սկզբանե խախտում է կրթական հավասար հնարավորությունների սկզբունքը։ Մինչդեռ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հակառակն է պնդում, ասում են դպրոցներ չեն փակվում։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը, կրթության որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Ազգային կրթության խորհուրդը ներկայացնող Ներսիսյանը սակայն պնդում է լեռնային կարգավիճակ ունեցող 186 բնակավայրերից 108-ում դպրոցները ենթակա են փակման, իսկ 229 դպրոցներից 218-ը տվյալ բնակավայրերում միակ կրթօջախն են։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։